Ողջույն մեր 83 հետևորդին, իսկ մնացածին բարի գալուստ Ամպեր դպրոցի YouTube-յան ալիք։ Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը, իսկ երբեմն նաև մեր նյարդերը։ Այսօր հավաքվել ենք ամփոփելու վերջին օրերի ամենակննարկված տեխնոլուրերը, արհեստական բանականությունից մինչև տարօրինակ գadgetներ եւ ռոբոտներ։ Տեխնոլոգիաների եւ ռոբոտների հետ կապ չունի, բայց մեզ համար ամենակարևոր իրադարձությունը մեր Միքայելին տարան բանակ։ Չէ, սխալ արտահայտվեցի, մեր Միքայելը գնաց բանակ, հա, հենց այն Միքայելը, ով ծխուցիկը վառել էր դպրոցում։ A few moments later. Ու թվում է այդ իրադարձությունից հետո մենք Միքայելին պետք է դուրս հանեինք դպրոցից, բայց չէ, նա դարձավ մեր 3D տպագրության եւ մոդելավորման դասախոսը։ Հա, մենք շատ տարօրինակ սկզբունքով ենք ընտրում մեր դասախոսներին ու հա, այս հոլովակը լինելու է նաև Միքայելի հարսանիքին։ Դե խեղճ աղջիկը պիտի իմանա գլխի գալիքը թե չէ։ Իսկ հիմա անցնենք մեր լուրերին։ OpenAI-ը ներկայացրել է ChatGPT Health-ը, փորձառություն, որը համատեղում է ձեր առողջության նախապատմությունը եւ ChatGPT-ի ինտելեկտը։ Այս կերպ դուք ստանում եք ավելի պրոֆեսիոնալ եւ ճշգրիտ պատասխաններ ձեր առողջական խնդիրների վերաբերյալ։ Համենայն դեպս սա այն է, ինչ գրված է պաշտոնական հայտարարությունում։ Ըստ նախնական տվյալների, դուք կարող եք անվտանգ կապել բժշկական գրառումները եւ առողջապահական հավելվածները ձեր սեփական առողջության տեղեկատվության հետ, որպեսզի խոսակցությունները լինեն ավելի համապատասխան եւ օգտակար ձեզ համար։ Նշենք, որ նախնական փուլում կարող եք գրանցվել սպասման ցուցակում մուտք խնդրելու համար, որքանով է սա արդյունավետ կամ անվտանգ վաղ է խոսելն ու վերլուծելը, բայց տեսնենք ինչ կստացվի։ Նշենք նաև, որ ChatGPT Health-ը չի փոխարինում բժիշկներին։ Բանն այն է, որ այսպես թե այնպես մարդիկ դիմում էին իրենց առողջական խնդիրների հարցերով ChatGPT-ին։ Իսկ այժմ OpenAI-ը համագործակցելով բժիշկների հետ ներկայացրել է ChatGPT Health-ը։ Սա նշանակում է, որ պատասխանները կլինեն պրոֆեսիոնալ, ճշգրիտ եւ հավաստի։ Քանի OpenAI-ից ենք խոսել, նաև խոսենք նրանց նոր ծրագրերի մասին։ Ընկերությունը հաստատել է իր առաջին ֆիզիկական սարք ստեղծելու մասին 2026 թվականի երկրորդ կեսին։ Ինչ է իրենից ներկայացնում սարքը։ Այն փոքրիկ գրպանում տեղավորվող առանց էկրանի խելացի բարձրախոս է, որը կառավարվելու է միայն ձայնային համակարգով։ Սարքը մշակվում է Apple-ի նախկին 25 աշխատակիցների կողմից, ինչպես նաև հայտնի դիզայներ Jane Ive-ի գլխավորությամբ։ Գadget-ը կհասկանա իր շրջապատը եւ կդառնա երրորդ սարք նոթբուքերի եւ սմարթ հեռախոսների կողքին։ OpenAI-ը նաև մրցույթ է հայտարարել Միացյալ Նահանգներում բաղադրիչների արտադրության համար։ Ընկերությունը գործընկերներ է փնտրում էլեկտրոնիկա, սերվերային սարքավորումներ, ռոբոտաշինություն արտադրելու համար, նպատակ ունենալով արտադրությունը վերադարձնել երկիր։ Թիմն այժմ լուծում է միշտ միացված լսողական ռեժիմի հետ կապված տեխնիկական խնդիրները։ Սարքը հավանաբար կհավաքվի Վիետնամում։ Մարդանման ռոբոտ Figure 03-ը առաջին անգամ դուրս է եկել վազքի մարդկանց հետ։ Կալիֆոռնիայում Figure AI ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է իր մարդանման ռոբոտը, որը վազքի է դուրս եկել հենց ընկերության աշխատակիցների հետ։ 2025 թվականի հոկտեմբերին ներկայացված Figure 03 ռոբոտը 167 սանտիմետր բարձրություն ունի, կշռում է 60 կիլոգրամ եւ կարող է աշխատել մինչեւ 5 ժամ առանց լիցքավորման։ Դեկտեմբերին ռոբոտը ցույց տվեց 4 մետր/վայրկյան առավելագույն արագություն, գերազանցելով Tesla-ի Optimus-ին, որի արագությունը 3.8 մետր/վայրկյան է։ Մարդանման ռոբոտ Figure 03-ն առաջին անգամ դուրս է եկել վազքի մարդկանց հետ։ Կալիֆոռնիայում Figure AI ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է իր մարդանման ռոբոտին, որը վազքի է դուրս եկել հենց ընկերության աշխատակիցների հետ։ Ինչպես նշեցինք, սա առաջին ցուցադրությունն էր լաբորատորիայից դուրս։ Figure AI-ը Intel, Microsoft, Salesforce, Nvidia ընկերություններից ներգրավել է $1 միլիարդ ֆինանսավորում 39 միլիարդ դոլարի գնահատմամբ։ Նա գործարկել է գործարան, որի արտադրական հզորությունը կազմում է մինչև 12,000 ռոբոտ տարեկան։ Apple-ը պատրաստվում է թողարկել իր առաջին ծալովի iPhone-ը
այս տարվա սեպտեմբերին։ Insider-ը փոխանցում է, որ Samsung Display-ը կլինի էկրանների միակ մատակարարը։ CES 2026-ում Samsung-ը ներկայացրեց, ապա շտապ հեռացրեց իր տաղավարից անխափան OLED էկրանի նախատիպը։ Ինժեներներն օգտագործել են Fine M-TECH լազերային անցքերով մետաղական թիթեղ, որը ծալելիս ցրում է լարվածությունը։ Սա լուծում է ձևի գործոնի հետ կապված հիմնական խնդիրը՝ էկրանի վրա նկատելի կտրվածքը։ Samsung-ը ներկայումս զբաղեցնում է ծալովի սարքերի շուկայի 64%-ը։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս ցուցանիշը կփոխվի iPhone-ի թողարկման հետ մեկտեղ։ Apple-ը կարող է գրավել շուկայի 22%-ը եւ եկամտի 34%-ը առաջին տարում։ Սարքը մոտավորապես կարող է արժենալ $2400, բայց զգուշացնում ենք, պետք չէ հիմիկվանից գրանցվել երիկամի դոնոր դառնալու համար, քանի որ վերջնաժամկետը հաստատված չէ եւ ծալովի iPhone-ի թողարկումը կարող է հետաձգվել։ Մի շարժվի, որպես պատ։ Անգլիայի բանկի վերջին տվյալների համաձայն այն ոլորտներում, որտեղ աշխատանքները կարող են ավտոմատացվել, վերջին 3 տարիների ընթացքում սկսնակների համար աշխատատեղերը նվազել են 40%-ով։ Okay, if I laugh now, Tom. Այս ֆոնին Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը կարծում է, որ պահանջարկը կտեղափոխվի դեպի ֆիզիկական աշխատատեղեր։ Ինչ է դա նշանակում։ Քանի որ արհեստական բանականության համար կառուցվում են մի շարք ենթակառուցվածքներ, ղեկավարը կարծում է, որ ավելի շատ աշխատատեղեր կլինեն էլեկտրիկների, սանտեխնիկների, ինչպես նաև շինարարների համար։ Դաշնեսը ծաղա գարա կավեցով ծապնելով կսեմ կետա։ Հետո 10 օր, վսո, հարց չկա։ Մեկ այլ վերլուծություն էլ գրասենյակային աշխատանքների վերաբերյալ։ Թող ներեն մեզ բոլոր ծրագրավորողները, բայց պետք է ասենք, որովհետև խիղճն է լավ բան։ Ստենֆորդի գիտնականները վերլուծել են շուրջ 50,000 ծրագրավորողների աշխատանքը մի շարք ընկերություններում, ինչպիսին են Microsoft-ը, Google-ը, Amazon-ը եւ պարզ է դարձել, որ յուրաքանչյուր 10-րդ ծրագրավորող չի աշխատում, ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում։ Ըստ հետազոտության, եթե նման աշխատատեղերը վերացվեն, ընկերությունները կխնայեն շուրջ 11.5 միլիարդ $։ Դե ինֆորմացիան մեր կողմից գործատուներին, գործատուներն էլ մեզ ինչ տան։ Կարող են տալ մի քանի հատ DJI Mavic, պատվիրելու ձևը մենք կասենք։ Վերջ։ Կարանք տանենք դիվանը։ Մի վարդյա։ Դե ինչ, այսքանն էին ամենակննարկված տեխնոլուրերը։ Մեկնաբանություններում գրեք, թե որն էր ձեզ համար ամենաշոկայինը։ Բայց դե հո մենք գիտենք, որ ամենաշոկայինը Միքայելի բանակ գնալն էր, եւ հենց դրա հետ էլ կապված կլինի մեր նոր հայերեն բառը՝ դիտաշտարակ, դիտակերտի համար սարքավորված աշտարակ։ Դե իսկ դուք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ չկորցնեք մեզ ալգորիթմի մեջ։ Կհանդիպենք։